Բարի օր, շնորհակալ եմ, որ իմ բոլորին ունեք։ Շնորհակալություն նաև Տիկին Ալլային, որ հետևողական աշխատանքի արդյունքում կարողացավ հասնել այն բանին, որ այս հնարավորությունը մեզ ընձեռեցին։ Այսօր Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին ընդառաջ այդ խորագրում միջոցառումներից հերթականն է, պետք է ներկայացնենք Ֆրունզիկ Մկրտչյանի «Էն ուրիշ Ֆրունզիկը», նրա մասին պատմող «Էն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմը։ Ես շատ կարճ կպատմեմ ֆիլմի ստեղծման պատմությունը։ Ժամանակին, երբ դեռ 80-ամյակն էր գալու Ֆրունզիկ Մկրտչյանի, դա 2010 թվականն էր, որտեղ նա 30 թվականին է ծնվել։ 2010 թվականին մենք որոշեցինք անել գիրքորացույց Ֆրունզիկ Մկրտչյան, բայց ձեռքի տակ շատ քիչ նյութեր կային, դե հիմնականում նայել էինք ֆիլմերը, նայել էինք ներկայացումները, որոշ տպագիր բաներ, բայց դա բավարար չէր գիրք սարքելու համար։ Մենք գնացինք իր եղբոր մոտ, Ալբերտ Մուշևիչի մոտ, եւ ասացինք, որ գործ ենք ուզում անել եւ մեզ նյութեր են պետք։ Ինքը մեզ ուղարկեց Խաչիկ Շարոյանի մոտ, որը մի հսկայական արխիվ ուներ, տպագիր էջեր, ֆոտոներ, պատմություններ տարբեր, նրա մասին տարբեր կարծիքներ, Հնդկաստանից որ եկել էր այդ ժամանակ պատմել էր ինքը, թե այնտեղ ինչ հետաքրքիր է, եւ այդ բոլորը իր մոտ տպագիր կար։ Ինքը մեզ տրամադրեց արխիվը, մենք վերցրեցինք, օգտագործեցինք եւ պատրաստեցինք գիրքորացույց։ Հետո տեսանք, չէ, շատ էլ նյութեր կան, կարող ենք գիրքեր սարքել։ Հետո գրեցինք գիրք Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, որը կոչվում է Լույս։ Շատ լավ, ընթերցողը շատ լավ ընդունեց գիրքը եւ պահանջարկը այնպես էր, որ նույնիսկ ասում էին նույնիսկ վերահրատարակի 1000 օրինակ էինք տալու, բոլորը սպառվեց, մի մեծ մասը բաժանեցինք, մի մասը գրախանութներ դրեցինք, մի խոսքով։ Արեցինք նաև երկրորդ գիրքը եւ բանը հասավ նրան, որ արդեն կարող էինք ֆիլմ անել։ Մեր ստեղծագործական խումբը Հովհաննես Պապիկյանը եւ ես, մենք միասին ենք արել դա, եւ մեր օպերատորները, մեր խմբագիրները, մեր երաժշտական ձևավորողները։ Ես բոլորին չթվարկեմ։ Ես համահեղինակ եմ, ես ու Հովհաննես Պապիկյանը հավասար իրավունքներով պատրաստել ենք այս ֆիլմը։ Առաջինը ինձ մոտ գաղափարն առաջացավ, ասեցի Պապիկյան, իսկ ինչ կլինի, որ ֆիլմ անենք։ Մենք նույն սենյակում ենք աշխատում, ասեցին ավելի ձեռը թափ տվեց, ինչ պետք է անենք մենք, Ֆրունզիկ Մկրտչյանը իր մասին, այնքան ֆիլմեր խաղացել իր մասին, ամեն ինչ ասել ենք, ինչ պետք է անենք, որ այդքան էլ ֆիլմեր կան, դա այդ միտքը ինձ հանգիստ չէր տալիս, ես անդադ որոշում եմ, չէ, ես անպայման պետք է ֆիլմ նկարեմ, ասեմ ինչու համար, որովհետև եղած ֆիլմերը թե մեր հայ կինոյի նկարածները, թե ուրիշ ազգեր են, որ նկարել են, շատ ֆիլմեր կան, վավերագրական ֆիլմեր, ռադիոհաղորդումներ, հեռուստահաղորդումներ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին։ Դրանք բոլորը, որ նայում ենք, այնտեղ հիմնականում ուրիշ մարդկանց կարծիքներ են։ Օրինակ, ցույց էր տալիս մի ֆիլմ, որտեղ մեր Ալբերտ Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Բուժ Մանուկյանը, շատ մեր դերասաններից խոսում են Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, Ռոման Բիկովն է խոսում, Գեորգի Դանիելյանն է խոսում, ես չգիտեմ, ընդեղ Կիկաբիձեն է խոսում, այսինքն ինչ են խոսում նրանք։ Հա, ինքը շատ լավ դերասան է, տաղանդավոր դերասան է, բայց դժբախտ մարդ է, ու սկսում են ինքը իրան չի խնայում, ինքը իրան կործանում է, սկսում են այդ մարդու անձնական կյանքը քրքրել, ամեն մեկը իր կարծիքն է հայտնում։ Ես կարծում եմ, որ տաղանդավոր մարդուն ներկայացնելու լավագույն ձևը չի դա, լավագույն կերպը չի։ Նա պետք է ներկայացնել իր արած գործերով, իր տաղանդի ուժով եւ ոչ թե անձնական կյանքը սարքել շոու ներկայացնել հասարակությանը։ Այդ ֆիլմերը ինձ երբեք դուրս չեն եկել։ Ես մի տեսակ համարում եմ, որ անարդար է նկարված ֆիլմը, որտեղ խոսում են Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, եւ ինքը ոչինչ չի ասում։ Ինքը ոչ մի բան չի ասում այդտեղ։ Չի հնչում իր կարծիքը, իր միտքը չի հնչում, իր պահվածքը, իր տեսակետը, ոչ մի բան չկա։ Մարդիկ ինչ որ կարծիքներ են ասում, ասում են Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմը։ Ես ասում եմ, որ դա բոլորովին իր մասին չի։ Իր մասին ֆիլմը ես կգրկարեմ, դուք էլ կտեսնեք։ Շատ վաղուց այդ ցանկությունը ունի։ Հիմա փառք Աստծո, որ դա իրականացել է։ Ինչ ենք դրել մեր ֆիլմը նկարելու ժամանակ որպես սկզբունքներ մեզ համար։ Եվ մի քանի սկզբունքներ այդպես սահմանել ենք, ես կասեմ երկուսը։ Առաջինը, մենք լսել ենք բոլոր ժամանակակիցներին, գործընկերներին, ռեժիսորներին, ովքեր իր հետ աշխատել են, եւ հայազգի եւ օտարազգի։ Նրանց կարծիքները մեզ համար իհարկե կարեւոր են եղել, բայց մենք ոչ մի կարծիք չենք ներառել մեր ֆիլմում։ Այսինքն մենք ուզել ենք նրա կերպարը ամբողջական մեզ համար պատկերացնելու համար լսել բոլորին, թե ինչպեսին է նա, ասենք ես ինչ-որ տեղ էլ գնացել, այսպեսի մի բան տեղի ունեցավ, այսպեսի մի բան պատմեց, իր պահվածքն սա էր եւ այլն։ Ու նաեւ իր հարցազրույցները կարդացինք եւ մի խոսքով արդեն համարյա պատկերացնում ենք ինչ ենք անելու։ Երկրորդ սկզբունքը, որ մեզ համար սահմանել ենք ու չենք խախտել, դա հետեւյալն է, որ մտածված կերպով մենք շրջանցել ենք Ֆրունզիկ Մկրտչյանի անձնական կյանքի բոլոր մանրամասները։
Մենք համարում ենք, որ իրենից հետո բարոյական չէր այդ մասի խոսել, որովհետև երբ որ ինքը ողջ էր եւ գնում էր թատրոն, ամեն անգամ ներս մտնելից երբ որ լավ չէր տանը վիճակը, Դոնարան արդեն հիվանդ էր, ինքը շատ կոտրված էր եւ շատ այսպես հրավերներից հրաժարվում էր, ֆիլմերի հրավերներ էին լինում, չէր գնում, որովհետև չէր կարող կնոջի այդ վիճակով թողնել երեխայի հետ այն ժամանակ հենց մենակ աղջի, չէ, տղան փոքր էր, մի խոսքով աղջիկն տղան երկուսն էլ կային։ Եվ ես հասկացա, որ երբ մտնում էր թատրոն եւ ասում էին ինչ կա, ոնց են տնեցիները, տանը ինչ կա, ինքը շատ տխրում էր, որտեղ դա իրեն ցավ էր պատճառում, ինչ պիտի ասեր։ Եվ լռում էր կամ հումորով ինչ որ մի բան էր ասում, թեման էր փոխում, ուրիշ բան էր խոսում եւ դա իր համար իսկապես ցավ էր։ Հիմա եթե ինքը չի ուզել այդ թեմայով խոսել, իրանից հետո ինչ իմաստ ունի նորից պատմել, շոու սարքել, զարմացնել աշխարհին։ Մենք ոչինչ չենք խոսել իր անձնական կյանքի մասին։ Մենք նրան ներկայացրել ենք որպես հայ բեմի երախտավոր, որպես շատ մեծ հայրենասեր, որպես եւ ողբերգակ, եւ կատակերգակ դերասան, որ իմպրովիզացիայի մեծ վարպետ, որի նմանը չենք ունեցել հայ բեմում կամ հայ թատրոնում։ Էլի շատ գեղեցիկ, լավ բարձր արժանինքներ ունի, որոնք չեմ թվարկի, որովհետեւ ձեզ չծանրացնեմ, ասեմ պարզապես, որ մենք մեջ վերել ենք նաեւ փոքրիկ հատվածներ իր խաղացած թատերական ներկայացումներից եւ ֆիլմերից, բայց դրանք կարելի է այնպես ասեմ ձեզ, շատ բծախնդրորեն, օրինակ, այս հատվածը ընտրելիս ես միշտ մտածում էի, եթե իրեն հարցնեի, իրեն դուր կգար, սա թե չի, որովհետեւ ամբողջ ֆիլմում կան կտորներ, կան հատվածներ, որոնք հատկապես ինքը ջանացել է շատ լավ ներկայացնում, դա ինքը կարևորել է։ Վերցրել ենք ինձ այդ հատվածները, փորձել ենք այնպես անել, որ ամեն ինչ իր սրտով լիներ, որ եթե ինքը նայեր հավաներ ֆիլմը, հավաներ, այ լավ է կարելի է կտորի, ես իսկապես շատ էի սիրում եւ դրա վրա շատ եմ աշխատել։ Իսկ որ նայում ես ուշադիր հասկանում ես, որտեղ է ինքը շատ աշխատել։ Մի խոսքով, այդ բոլոր բաները բծախնդրորեն, շատ ուշադիր, շատ հետևողական, հավաքել ենք, դժվարությամբ ենք պատրաստել ֆիլմը, իր ծննդյան 80-ամյակի տարում պատրաստեցինք մենք 19 րոպեանոց տարբերակը։ Մի անգամ գնացինք թատրոն, երկրորդ անգամն էր արդեն Ալբերտ Մուշեղեջին ասեցինք, դե գիտեք ինչ, հիմա էլ ֆիլմ ենք ուզում անել։ Տպագին արխիվը տվեցինք, հիմա մի հատ էլ տեսա ձայնագրություններ տվեք, որ կադրեր ունենանք, որովհետև մենակ ֆիլմերը քիչ են։ Այդ ժամանակ, որ իր հետ մենք զրուցում էինք, Ռոբերտ Մաթոսյանը մտավ թատրոն։ Ռոբերտ Մաթոսյանը 2 տարի թատրոն չէր մտնում։ Ոնց որ Ֆրուզը նրան ուղարկել էր, որ գար այնտեղ։ Ոնց է աղջիկ ջանես ինչ եք անում։ Այս պատին փակցված էին Ֆրուզիկի գծանկարները։ Ինքը նաև նկարչական դպրոց է գնացել եւ հրաշալի ուրեմն գործեր ուներ։ Ասեցի դե գիտես բան չունենք նյութեր եպեք սրանք այսպես նկարում են գուցե ինչ որ մի խոսք կամ ինչ որ մի բան կդնենք այս սրանց վրա որ մի բան ստացվի որովհետեւ շատ դատարկ էր էլի շատ բաներ պետք ասեցի ինչ եք չարչարվում ես մուզիկի մասին ինքը Ռոբերտ Մաթոսյանը եղել է ֆիլմ թերթի գլխավոր խմբագիրը եւ հիմնադիրը ինքն է հիմնադրել թերթը ինքը ասում է ես ֆրուզիկի մտերիմն էի մենք իրար հետ շրջագայել ենք եւ արտասահմանում եւ Հայաստանում ասում է հեռավոր գյուղերը շատ սիրում էր գնալ գյուղացիների մեջ լինել շփվել նրանց հետ եւ հյուրանոցում երբ որ միասին էինք լինում ես ձայնագրիչը միացնում էի մի հատ հարց էի տալիս ու մի քիչ հեռանում էի գնում նստում ինքը խոսում էր պատմում էր թեման փոխում էր շարունակություններ պատմում մինչեւ լույս զրուցում էինք մենք ամենակ